Զրույցի ենք հրավիրել իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին։ Բարի երեկո, Տիկին Ալեքսանյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Տիկին Ալեքսանյան, այս օրերի բանավեճին վստահ եմ ծանոթ եք, տեղի ունեցած ծեծից հետո նոր Նորքի թաղապետը ձեր կարծիքով պետք է շարունակի պաշտոնավարել։ Նա անմիջապես պետք է հրաժարական տար, եթե ինքը չէր տալիս հրաժարական, ապա դա պետք է լուծեր այդ հարցը ուրեմն վերնախավը իշխանական այսքան ինչ տեղի ունեցավ դա ուղղակի սարսափի դժվար է անգամ այդ կադրերը նայել թե ինչպես էր հարձակվել ու մոլերանդորեն ուրեմն ծեծի ենթարկում այդ մարդուն ինչ ասեմ թշնամաբար Տիկին Ալեքսանյան, բայց կան նաև ի պաշտպանություն Տիգրան Տեր-Մարգարյանի փաստարկներ, որ սադրանք է տեղի ունեցել, անգամ աշխարհաքաղաքական վերլուծություններ, թե ինչու է այդ սադրանքը ծրագրվել, բռնությունը ունի արդարացում։ Բռնությունը չունի արդարացում։ Արդարացում գոյություն ունեն օրենքներ, իրավապահ մարմիններ եւ բռնությունը այնքան է շատացել հիմա ես տեսնում եմ լրագրողների նկատմամբ չգիտեմ փակ համակարգերում մենք անընդհատ լսում ենք բռնության մասին իսկ սա տեսնում ենք այդ դաժան բռնության դեպքը ինչպես կարելի այդ մարդուն ընդունել որպես ղեկավար հետագայում ասենք այդ նույն թաղապետարանում գիտեք երբ որ Ալեն Սիմոնյանը թքել էր քաղաքացու վրա Նիկոլ Փաշինյանը ձեր եթերում պատասխանելով հարցին ասեց դե մարդ է եւ ահա չգիտեմ այս դեպքում չի արտահայտվել բայց երևի այդ նույն տրամաբանության մեջ է որ նա մարդ է կարող է եւ այդպես տևական ժամանակ ոհմակային հարձակում գործել ու բռունցքներով խփել իսկ այն որ նրան դարձնում էին նրա կուսակցական ղեկավարությունը Բուչայի հերոս, որ նա այցելել է Բուչա, նա մի այդպիսի Բուչա, ես կարող եմ ասել, մինի Բուչա կազմակերպեց թաղապետարանում փաստորեն։ Իսկ ինչու էր նա, ինչ առավելություններ նրա Բուչա գնալը, եթե նա բռնարար է։ Պարզվում է, որ նա չպետք է գնալ Բուչա։ Ընդհանրապես, եւ դա ինչ կապ ունի։ Եվ հետ մենք տեսանք, թե ինչպես է նրան արդարացնում եւ պնդում որ նա պետք է մնա իր պաշտոնին կուսակցական ղեկավարը, որը հանրությանը հայտնի է կամ հանրությանը պարտադրում էր իր եվրոպական արժեքները, արևմտյան արժեքները, տեղ ունի բռնությունը արևմտյան արժեքներում, որ նա պետք է մնա այդ պաշտոնին, իսկ ինչի պետք է մնա այդ պաշտոնին։ Հիմա այդպես որոշեցին, թիմը որոշեց, Նիկոլ Փաշինյանը որոշեց, որ նա պետք է մնա պաշտոնին, բնական է, որտեղ մեկ մարդ է այս երկրում ամեն ինչ որոշում։ Այսինքն դուք կարծում եք ավարտված է այդ թեման, փակված է պաշտոնանկության թեման։ Ես կարծում եմ, որ փակված է, նաև հարուցված քրեական գործով, որ մեղմ հոդվածով են հարուցել քրեական գործը, դաժան այդ բռնության ուրեմն դեպքով, ոնց կարելի էր, ասենք, այդ հոդվածով հարուցել։ Բնական է եւ այսօրվա, որ չպետք է տրվեի սադրանքին, չէ՞ ասել է թաղապետը։ Որոշել են այդ վերնախավը իշխանական, որ նա պետք է ներողություն խնդրի եւ Աբինյանը շատ բավարարված էր նրա ներողությունով։ Հիմա մարդ սպանեք ներողություն խնդրեք, չգիտեմ։ Իսկ աստիճանաբար մենք տեսնում ենք թե ուր է գնում այդ ներողությունը։ Սադրանք է արի, սադրանքը քննեք։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ էի զրուցում։